Ինչպես քարոզել ավետարանը։ Խաղաղություն մեզ։ Այս հարցի պատասխանն էլ ստանալու համար մենք կդիմենք գրվածքների օգնությանը, որովհետև բոլոր հարցերի պատասխանը կարող ենք սուրբ գրքերից ստանալ։ Ուզում եմ պատմել Գործք առաքելոց 22-րդ գլխից։ Այստեղ պատմված է, որ Պողոս առաքյալը երբ որ եկել էր տաճար, հրեաները տաճարում նրան բռնել էին, ծեծել էին, հետո հռոմեացի հազարապետը զորքով մոտեցել էր Պողոսին վերցրել բանտը դնելու համար։ Բայց ճանապարհին հնարավորություն տրվեց, որ նա խոսի, եւ Պողոսը սկսում է քարոզել։ Եվ ինչ է նա ասում։ Նա սկսում է պատմել, թե ով էր ինքը, թե ինչպես ինքը Գամաղիելի մի հայտնի ուսուցչի ոտքերի տակ մեծացած աշակերտ էր, որ նախանձավոր էր Մովսեսի օրենքին, թե ինչպես էր այդ նախանձավորությունից հալածում քրիստոնյաներին, բանտը դնում եւ քահանապետներից ունենալով անգամ նամակներ գնում էր Դամասկոս, որպեսզի այնտեղ էլ քրիստոնյաներին ձերբակալի, բերի Երուսաղեմ եւ բանտը դնի։ Եվ 6-րդ համարից սկսված պատմված է, որ երբ որ ասում է գնում էի, Դամասկոսին էի մոտենում, կեսօրվա դեմ հանկարծ երկնքից մի ձայն լսվեց եւ մի լույս ծագեց շուրջս։ Եվ ասում է, որ այդ լույսի զորությունից վայր ընկա եւ լսեց մի ձայն, որն ասում էր. «Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում»։ Նա ասում է, որ հարցրեց. «Դու ով ես, Տեր»։ Նա էլ ասեց. «Ես Հիսուսն եմ Նազովրեցի, որ դու հալածում ես»։ Այն մարդիկ, որոնք Պողոսի հետ էին, ասում է, որ նրանք տեսնում էին լույսը, բայց ձայնը չէին լսում։ Եվ նա հարցրեց. «Տեր, ինչ ես կամենում, որ անեմ»։ Տերն էլ ասաց, որ վեր կաց գնա Դամասկոս, այնտեղ քեզ կասվի այն խոսքերը, այն ամեն բաների վրա, որ սահմանված է, որ անես։ Ու քանի որ չէի տեսնում այն լույսի փառավորությունից, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնած Դամասկոս տարան։ Եվ այնտեղ ասում է, որ Անանիա անունով մի աշակերտ կար, որ Տեր Հիսուսի կողմից ուղարկվեց, ու երբ որ Անանիան եկավ, աղոթեց իր համար, խոսք ասեց, որ Տերը իրեն ընտրել է իր կամքը անելու եւ վկա լինելու Քրիստոսի համար, եւ այս պատճառով նա շարունակում է, որ վեր կացավ, մկրտություն ընդունեց եւ Տիրոջ կամքն է շարունակում կատարել։ Ինչու այս տեղը վերցրեցի, որ մեզ ցույց տամ, որ Պողոս առաքյալը ավետարանը քարոզելիս նա սկսեց պատմել ով էր ինքը մինչ Տեր Հիսուս Քրիստոսին հանդիպելը, ու երբ որ հանդիպես Տեր Հիսուսին, ինչպիսի կյանքի փոփոխություն ունեցավ։ Անգամ պատմեց, թե ինչպես աչքերը Տիրոջ լույսի զորությունից կուրացել էին եւ հետո Աստծո զորությամբ Անանիա անունով աշակերտի աղոթքով բժշկվեց։ Սա մեզ օգնի, որ մենք էլ սա օրինակ ունենալով մարդկանց ավետարանը քարոզելիս ներկայացնենք ով ենք մենք եղել մինչև ավետարանը ընդունելը։ Միգուցե մեղավոր մեկը, միգուցե բարի մեկը, բայց մեղավոր բարի։ Մարդ, ով որ չգիտեր Տիրոջը եւ Տիրոջ կամքին հակառակ էր ապրում։ Եվ միգուցե մենք կարող ենք վկայություն ունենալ, թե ինչպես է Տերը բժշկել ֆիզիկապես մեր մարմինը, կամ բժշկել է մեր կյանքը, փոխելով մեր կյանքի ընթացքը։ Բայց երկու դեպքում էլ դա լինի ֆիզիկական բժշկություն, թե կյանքի նորոգություն, կյանքի ընթացքի փոփոխություն, երկու դեպքում էլ որքան կարևոր է վկայել անձնական կյանքի փոփոխության մասին, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը իմ ու քո կյանքի մեջ, ով էինք մենք մինչև Տեր Հիսուսին ընդունելը եւ ով դարձրեց մեզ Տեր Հիսուսը, ինչպիսի մեկը դարձանք Հիսուս Քրիստոսով։ Եվ այս մեր կյանքի վկայությունը հիմնված ավետարանի փաստերի վրա բերում է մարդկանց կյանքում փոփոխություն եւ հրաշքներ։ Ահա կերպ ինչ ձևով քարոզել ավետարանը, վկայել, որ Տեր Հիսուս Քրիստոս մեզ համար չարչարվեց, մահացավ, թաղվեց ու հարություն առավ, ու երբ որ մենք նրան ընդունեցինք, մեր կյանքը փոխվեց Հիսուս Քրիստոսով։ Սա է ճանապարհը, թե ինչպես պետք է քարոզել
ու վկայել Հիսուսին, ով հարություն է առել մեռելներից։ Ամեն։